երբ առաջին անգամ Արցախում սկսեցիք ծրագրեր իրականացնել, դա ավելի շատ ներքին պարտք էր, թե գիտակցված ընտրություն։ Եվ ներքին պարտք էր, եւ գիտակցված ընտրություն, քանի որ ես դեռ այն ժամանակ հասկանում էի, ինչքան հերոս ժողովուրդ է ապրում Արցախում, եւ ես իմ պարտքը համարում էի օգտակար լինեի ամեն ինչով։ Եվ ինձ թվում է, ես ինչքանով կարողանում էի, այդքան օգտակար եղա։ Արցախում դուք ոչ միայն բարեգործություն, այլև ներդրումներ էիք անում, անգամ երբ ակնհայտ էր օդում կախված վտանգը։ Միթե մեծ գործարարը քաղաքական ու անվտանգային հաշվարկներ չէր անում։ Ես Արցախում ներդրումներ անում էի, որ օգնեի Արցախի ժողովրդին, ներդրումներ չեմ արել, որ ինչ-որ գումար աշխատեմ։ Ես օգնում էի կառուցել նորմալ էներգոհամակարգ Արցախում։ Դրա համար ներդրումներ անում էի եւ ինձ թվում է մեզ հաջողվեց, որովհետեւ մարդիկ չգիտեն, բայց ամբողջ Արցախի հոսանքը կախված էր ընդամենը մեկ հենասյունից։ Եվ երբ Բակո Սահակյանը ինձ խնդրեց ու ցույց տվեց, թե ինչքան մեծ խնդիրների մեջ են Արցախի ժողովուրդը եւ ցանկացած քամուց կարող էր ամբողջ Արցախը մնար առանց հոսանք։ Այդ ժամանակ ես ֆինանսավորեցի, ներդրում արեցինք, նոր հոսանքի գիծ կառուցեցինք, որպեսզի անվտանգ դարձնենք Արցախի ժողովրդին ու հոսանքի ապրեն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։